այստեղ երկու կարևոր դիտարկում է ուզում անել։ Պարոն Խուդոյանը, որ ասեց կեղծված է ընտրությունները արտահայտությունը, ուզում եմ ճշգրտում ուսնել, այսինքն իշխանությունը փորձում է իր ամբողջ, այսպես մեխանիզմները գործադրել իրականում հանրության մոտ տպավորություն ստեղծելու, որ ամեն ինչ կանխորոշված է, մենք կանք, բայց դա այդպես չէ իրականում, որովհետև ընտրությունների օրը մեր քաղաքացիների ձեռքում է լինելու, այս իշխանությունը մնալու է, թե չի մնալու։ Եվ հետևաբար յուրաքանչյուր ընտրող անպայման պետք է մասնակցի ընտրությանը եւ խնդրում եմ, հորդորում եմ, մենք բոլորս, որովհետեւ ընտրության օրը այդ քայլը կատարելով մենք ձախողելու ենք նաեւ իշխանության պլաններն ու նպատակները։ Այո, իշխանությունը ձգտում է ցույց տալ, որ ինքը ուժեղ է, զորեղ է։ Մենք արձանագրում ենք, որ այդ իր ձգտման մեջ ինքը խախտել է բոլոր հնարավոր սահմանները, թե օրենսդրական, թե հանրային բարոյականության բոլոր սահմանները։ Հիմա կտանք հնարավորություն։ Երկրորդը ուզում եմ անպայման անդրադառնալ պարոն Խուդոյանը նշեց, ես մի դրվագ կարդամ, հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանից, որ մենք ասել ենք, որ ախր ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն քարոզչությունը համարում, նախընտրական քարոզչությունը համարում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսակետը, եւ դուք որպես պետական մարմին պարտավոր եք այս օրենքի կանոններին համաձայն, սկզբունքներին համաձայն չեզոք վարքագիծ դրսևորել։ Այսինքն ինչ է ասում հակակոռուպցիոն կոմիտեն։ Ինչ վերաբերում է ձեր գնում վկայակոչված նորմերին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքի սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի դրույթներին, ապա հարկ է նշել, որ տվյալ իրավակարգավորումները չեն կարող վերաբերել կոմիտեի լիազորություններին։ Հասկանում եք ինչ է ասում այս կոմիտեն։ Ասում է սահմանադրական օրենքի նորմը ես չեմ կատարելու, որովհետև իմ գնահատմամբ դա ինձ չի վերաբերում։ Օրենքը բոլորի համար է օրենք, մանավանդ սահմանադրական օրենքը։ Եվ էլի հերթական ինչ-որ հեքիաթ ասացությունները։ Ընդ որում ասեմ, որ պատիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրանք են հորդորել քննչական մարմիններին, որ ձեռնպահ մնան թեկնածուների, կուսակցությունների վերաբերյալ անվանական հրապարակումներից։ Եթե դուք դեպքն եք կարևորում, դեպքի առնչությամբ ուզում եք հաղորդագրություն տարածել, այո, ընտրակաշառքը դատապարտելի է եւ այդ հորդորները կատարեք։ Սա եղել է նաեւ մեր առաջարկը, որ գիտեմ հանրային ընկալման մեջ սա արեք, բայց մի հաստատական պնդումներ կատարեք թեկնածուների, կուսակցությունների վերաբերյալ, որոնք հանրության մոտ տպավորություն կարող են ձևավորել եւ ձևավորում են։ Իդեպ սա առավել արգահատելի է, երբ որ մենք դիտարկում ենք, այսքան ժամանակ չեք տեսել, չէ՞, ԿՊ-ական որևէ խախտման վերաբերյալ տեղեկություն, նույն մարմինների կողմից։ Չէ, նկատեմ իրավապահ մարմինների կողմից։ Չեք տեսել, չէ՞, որ որևէ մեկը կլինի քննչականը կամ հակակոռուպցիոն կոմիտեն կամ նույնիսկ ոստիկանությունը, որ հրապարակային ասի, որ այսինչ տեղում այսպիսի բան է եղել եւ մասնակիցները ԿՊ շտաբի աշխատակիցներ են կամ ԿՊ աջակիցներ են եւ այլն։ Այսինքն սա ցույց է տալիս, որ հստակ ուղղորդված գնում է գործողությունը, բայց նորից եմ ուզում կրկնել, որ սա այս ամեն ինչը կարող է վերջանալ ամսի 7-ին, եթե մեր ընտրողները վստահաբար գնան տեղամաս, մերժեն այս հակաօրինական, ապօրինի, ազգադավ եւ հանրային բարոյականության նորմերը ամբողջությամբ ոտնահարված իշխանությունների։ Սա կլինի իրական պատասխանը մեր քաղաքացիների կողմից այս վայ իշխանություններին։ Իդեպ ուզում եմ հիշեցնել երեք ամբողջ օրը Տիկին Խամոյանը այստեղ նստած է 4 կին էին բերման ենթարկել ուրեմն հակակոռուպցիոն կոմիտե շուրջ 7-8 ժամ չէին թողնում, որպեսզի փաստաբանները, բացառությամբ մի դեպքի, փաստաբանները ներգրավվեն
այս մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Ավելին, որտեղ գրել են մի մոտեցում, ըստ որի արեք դուք ինչ հնարավոր է ասեք, մենք ձեր նկատմամբ կլինենք մեղ մոտեցում։ Սարսափելի ու խայտառակ մեթոդներ են կիրառում այսօր, ես սա պնդում եմ, եւ այս պնդումը հաստատվում է այս 2-3 նաև օրերի ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված վարույթների շրջանակներում բերման ենթարկված, ձեռնպակալված, մի մասով նաև խափանման միջոց ընտրած, ընդ որում 3 դեպքով փորձ էր արվել կալանքը որպես խափանման միջոց կիրառել, դատարանը 2-ի դեպքում մերժեց, 1-ի դեպքում տնային կալանք է կիրառել, բայց որ դուք գործերին ծանոթանաք, հասկանում եք, ընդ որում այդ մերժումները հիմնավոր կասկածի բացակայության հիմքով է։ Սա խոսում է նաև այս մարմինների բացարձակ իրականությունից դուրս պրոֆեսիոնալիզմի զրո պատկերացումով մոտեցումների մասին։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որը որ ասում է, այդ տեսակ ստեղ բանը, ստոլբի հայրենը որն էր, սյուն է, ուրեմն քրեական գործ կարանք հարուցենք վրեն։ Այս մոտեցումն է կիրառում։ Հիմա տանք երևի հնարավորություն մասոներով մի կարճ հայտարարություն անեմ եւ ձեր հարցը լսեմ։ Բոլոր մարդիկ, ովքեր այս օրերին կդառնան մեր իրավապահների այսպիսի ապօրինությունների զոհը, շատ կարճ եւ հստակ խորհուրդ եմ տալիս, քանի ձեզ չեն ապահովել զանգը ձեր փաստաբանի հետ, քննիչին նույնիսկ բարև չտաք, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեի այս պահվածքը մարդկանց զրկել պաշտպանության իրավունքից, թե նախկինում եկել է, բայց ստացել է շատ զազրելի մասշտաբի, ստացել է շատ զազրելի մասշտաբ։